Ինչ կա ախպերս, ոնց եք։ Նորմալ է գործերը օֆիսում։ Լսի, ես խառն եմ մի քիչ գործեր կան էլի, չնախատեսված կարող է ինչ-որ երկար ժամանակ չկարանամ գամ այդտեղ։ Դուք կարաք առանց ինձ այդ ամեն ինչը լավ կազմակերպեք, որին բացակայությունը չզգացվի։ Հա, դե ապրե շատ ցավը տանեմ, գոհ, շնորհակալ եմ։ Հենց արեք իմ բացակայությունը չզգացվի, ես հետո ձեր լավության տակից դուրս կգամ ախպերս։ Լավ, ցավը տանեմ, զանգ է գալի ինգերս, հետո կխոսենք։ Հա, նոր։ Ախպերս, ստեղ ամեն ինչ նորմալ է, դու հանգիստ եղի։ Հա դե նույն դիրքով պարկած է, ոնց թողել ես, գնացել ես, տենց էլ մնացել է։ Ես կհսկեմ, ամեն ինչ նորմալ է, մինչև արթնանա, հասկանանք ինչ ենք անում։ Ես ինչ պատմության մեջ ընկանք նորու, բայց դե արդեն խրվել ենք, պիտի մինչև վերջ գնանք, այդ Կարենի հարցերը պիտի լավ լուծենք, որը երբեք մեզ բոլորից չանհանգստացնի։ Հա, դու հանգիստ եղի, ես տեղ եմ ցավը տանեմ, ամեն ինչ նորմալ է։ Մագդային տեսար։ Կարացար մի բան ասես, որ հասկանա, չկասկածի ոչ մի բան։ Լավ ցավը տանեմ, դու հանգիստ եղես, տեղ ամեն ինչ նորմալ է, գործերիդ նայի։ Ասում էի, չէ՞։ Գիտես ոնց կուզեի ես դրանց սատկացնեմ, բայց հասկանում դրանով ինձ են վնասել։ Դրա համար պետք է մի ձև գտնենք, զսպենք մեզ։ Էդի մեկա խոսքով բան հասկացողը չի արժեք։ Ծեծել եք։ Հա, ծեծել ենք, բայց դրա կաշին ենքան հաստա, որ բան չի փոխում։ Ոչինչ նորո, ամեն հարցեր կարելի է խոսքով լուծել։ Ուղղակի պետք է համբերություն ունենաս ու նյարդեր։ Ստեղա։ Մի քիչ էլ առաջ գնա, հետո պետք է ձախ թեքվենք, ես կասեմ։ Լավ ես, շտապօգնություն կա, չէ՞ Մեդո։ Լավ եմ, նոր։ Էդո ջան, տղես, ես ինչ ա եղել, ինչ ա տեղ կատարվել։ Լակուտը նորից փախա, վարա։ Որ ես դրա իչն եմ ասել։ Նորո չեմ նկատե ոնց է, ձեռքերը ազատ եմ։ Հեռախոսով է խոսում, խփեց, աննասում է։ Լսի, ոչինչ, կարևորը որ դու հիմա լավ ես։ Ես ձեզ էլ չեմ լսելու։ Հենց դրա գտա միակոյս բուգը կտրելու են։ Այդ աննասունը ինչ-որ բան բացատրեց շատ սխալ էր։ Այդ մի բանը ոնց որ շատ սովորացած բլավ են։ Ու թքած ունեմ թե քանի տարի եմ նստելու, հենց գտա բուգը կտրելու են։ Կարևորը որ ես աշխարհը մի կեղտից կազատեմ։ Ես համաձայն եմ նորոյի հետ։ Այդ Կարենը հենց այս խփելու պատասխանը տալու է։ Հետո գիսվեք ձեր մտքերի հետ, տենամ էլ ինչ եք ուզում անեք։ Մագդա ինչ սիրուն եք։ Հա? Հա, շատ։ Ես ձեզնից իմ ամենասիրելի նկարներից է։ Հա, ես էլ եմ այս նկարը շատ սիրում։ Մագդա, ես շատ կուզեմ, որ դու նորոն միշտ միասին լինեք։ Ինձ թվում է, որ դուք աշխարհի ամենասիրուն զույգն եք։ Լավ, արև, արդեն չափազանցնում ես։ Հաստատ չէ։ Դուք շատ սիրուն ու երջանիկ եք, երբ որ միասին եք։ Ինչ հաշտվել ես նորոյի հետ, դարձել ես իմ հին ու բարի Մագդան։ Ինչի այն ժամանակ, որ կռված էի, ես քո հետ կոպիտ էի, արև։ Դե չէ, բայց հավեսս չունեիր։
Միշտ տխուր քո սենյակում փակված էիր։ Լավ, արև, ինչ ես ասում։ Այս նկարը արժի սթորի անեմ։ Ինչի դեռ չես արել։ Չէ։ Դե արա ում ես սպասում, շատ սիրուն եք։ Ես որ էջ ունենայի, ամենաառաջինը ես սրտիկ կդնեի։ Ոչինչ, դու դրա համար շատ փոքր ես։ Այ որ մի այսքան էլ մեծանաս, արդեն դու էլ էջ կունենաս։ Լավ, արի որոշենք ինչ երգի տակ եմ անելու։ Օհ, այդ անասունը իմ պատճառով է փախի, ես է կգտնեմ դրան։ Լավ, վերջ այդ, ոստեղ ոչ մեկ անմեղ մեղավոր մանկ չի գալիս։ Նորմալ է ամեն ինչ, հանգստացի։ Արա նորո ջան, պարտադիր չի անմեղ կամ մեղավոր փնտրեք, որ ես իմ մեղքը հասկանամ։ Արա ախր հեռախոսով էի խոսում, օֆիսի տղեկից մեկն էր զանգե, հետո դու զանգեցիր, հենց խոսացի պրծը մի անգամից խփեց։ Լավ, ինչ եղել է, էլ ոչ մի բան չենք կարա փոխենք։ Ուղղակի պետք է ուշադիր լինենք, որովհետև այդ ապուշը հաստատ մի բան անելու է։ Վերջ։ Եկեք գնանք տուն, վաղը կհավաքվենք ու կհասկանանք ինչ ենք անում։ Դու գնացեք, ես չեմ գալի։ Աղբերական վերջ դու էլ հետո։ Մի բանը պատահել է։ Եթե մեկս մյուսի դրության մեջ չմտնենք, ով է մեզ հասնելու հետո, հա? Ուրիշից ենք օգնություն խնդրելու։ Հարշակոպար, ախր հիմա ինչ է ասեք, մեկը ես ինձ մեղավոր եմ զգում։ Ուղղակի չեմ նկատել ոնց է ձեռքերը ազատ այդ անասունը։ Այ արա։ Բայց հասկացանք վերջ դու ասում եմ, բայ։ Դու գնացեք, ես մի հատ էս տարածքում անգամ դրան պիտի գտնեմ, էդի դժվար հեռու փախած լինի։ Այդ ջան, էդի հիմա վախից գետնի տակ անցել, ինչ պետք է անես։ Հասկացի էլի։ Վերջ։ Նստեք մեքենան գնում ենք տուն։ Հետո։ Նորոն էլ տուն չեկավ։ Մտածում եմ տեսնես ուր է։ Լիսի, բայց գիտես, Ալինան այդքան էլ վատ տրամադրված չէր պապայի հանդեպ։ Ինձ թվում է կկարողանա շփվեն։ Կստացվի հաստատ։ Հաս։ Այս նկարները հատուկ ես գցում, հա? Հաղթանակը տես տոնում Մագդա։ Այս հաղթանակդ մի օր այնպես է ոտքի տնկնելու, որ դու ցավից ոռնալու ես, Մագդա։ Ես այդ քեզ խոսք եմ տալիս։ Դու չես վայելելու այն ինչ որ ունես։ Դու ուղղակի երազելու ես ունենաս լավ օր։ Դու երազելու ես մի օր արթնանաս ու արցունքոտ չլինի աչքերդ, Մագդա։ Ես քեզ խոստանում եմ, դու չես վայելելու այն ինչ որ ունես։ Հասմիկ, ինչ ա եղել, ինչ էր։ Տես թե ինչ ա եղել էլիս։ Դու ուղղակի երազելու ես ունենաս լավ օր։ Դու երազելու ես մի օր արթնանաս ու արցունքոտ չլինի աչքերդ, Մագդա։ Ես քեզ խոստանում եմ։ Չես էլ սենց չեմ դիմանում, էլ սենց չի լինի։ Հասմիկ, դու շատ սխալ բան արեցիր։ Կարամ հասկանամ ինչ ես այսքան ցածրանում, հա։ Բա որ նորոյին ցույց տա։ Իմ համար մեկ է, ինչ ուզում ա թողանի։ Մի հատ վերցրա, ու ստուգի, եթե չի տեսել ջնջի արագացրա։ Էլիզ, ես սխալ չեմ արել։ Ինքը երջանիկ չի լինելու։ Օй, Հասմիկ, վայ։ Ինչ Էլիզ։ Դու հասկանում ես, որ մենք ոչ մի քայլ չենք անում, իսկ Մագդան ամեն օր ավելի է առաջ գնում։ Էլիզ, դու հասկանում ես, որ ես իմ ամենամեծ սերն եմ կորցնում։ Այն սերը, որ իմ կյանքից շատ եմ սիրում, Էլիզ։ Հա, կարող է կողքից մտածում են, որ ես խելագար եմ, որ սենց սեր չի լինում։ Բայց ես ինչ անեմ, Էլիզ։ Իմ սերը անբուժելի հիվանդություն է դարձել, հասկանում ես։
Ալին, ցերեկվա դեղերդ վերցրել ես, չէ՞։ Էլ ամեն անգամ հարցնում ես։ Ախր այդ դեղը միշտ իմ պայուսակի մեջ է։ Ամեն անգամ էլ հարցնելու եմ։ Էլիզ գիշերը Հասմիկը լացում էր։ Ես ուղղակի հյուրասենյակի կողքով էի անցնում ու ինձ թվաց լացում էր։ Հա, լացում էր։ Բայց այդ քո գործը չի, դու գնա դասից չուշանաս։ Գնում եմ։ Բարի լույս, բալես, ոնց ես։ Բարի լույս։ Լավ եմ։ Ես չես ուզում իմանաս ես ոնց եմ։ Ես էլ եմ լավ։ Այնքան լավ եմ, որ առավոտը արթնացել եմ շուտ, որ գամ քեզ տանեմ դասի։ Ինձ։ Իհարկե քեզ։ Դու ես իմ աղջիկը բայելուն պիտի տանեմ։ Պետք չի։ Ես մենակով կգնամ։ Ոնց միշտ եմ գնացել։ Այսինքն ես առավոտ շուտ արթնանամ գամ, որ քեզ չվայցեմ դպրոց, հա։ Հիմա չես թողելու։ Դու որ ինձ ուղեկցես դպրոց, ընկերներս տեսնելու են ու հարցեր տան։ Իսկ ես չգիտեմ ինչ եմ ասելու։ Իրանք գիտեն, որ ես պապա չունեմ։ Ու նորից այս թեման է բացվելու։ Դու էլ ճիշտը կասես։ Կասես իմ պապան է։ Ուղղակի երկրում չէր, հիմա եկել է։ Մտածում ես տենց հեշտ է, հա, բացատրելը։ Ես որ սկսեմ խոսել, հարցերից չեմ բրծնի։ Բալես, դու ոչ մեկին բացատրություն չունես տալու։ Ես քո պապան եմ ու եկել եմ։ Ու սրանից հետո միշտ քո կողքն եմ լինելու, Բալես։ Միշտ։ Ալո։ Գիտես քեզ ինչ օրն եմ գցելու։ Նենց եմ անելու, որ չոքես դեմս, աղաչես, որ խղճամ քեզ, բայց տենց չի լինելու։ Վերջը տալու եմ, ու մինչև վերջ գնալու եմ։ Կարեն։ Չհավատացիր, որ ես եմ։ Մտածում է իր արշակդ հարցերս լուծել, հա։ Չէ։ Ես 10 կյանք ունեմ։ Ես մեռնողը չեմ։ Բայց եթե մեռնելուց լինեի, առաջինը դու էիր իմանալու։ Գիտես ինչի, որովհետև առաջինը քեզ էի հետս տանելու։ Կարեն մի հատ հավաքի քեզ։ Աշխարհում հազարատ աշխատանք կա։ Ինչի չես ուզում այդ միջոցով հարցերդ լուծես։ Ինչի ես ընկել ես ամեն ինչի հետևից, Կարեն։ Հասարակ աշխատանքով ես այդքան գումար չեմ կարա վաստակեմ, ես այդ փողերի տակից չեմ կարա դուրս գամ։ Չես հասկանում։ Կարեն, միշտ էլ շանս կա փոխվելու։ Եթե ես իմանամ, որ դու ուզում ես, ես քեզ կօգնեմ, խոստանում եմ, որովհետև ժամանակին դու էլ ինձ ես օգնել։ Դու էլ ինձ ես ձեռք մեկնել, Կարեն, ես խոստանում եմ կօգնեմ քեզ։ Չհամարձակվես անցյալը հիշացնելով խղճահարություն առաջացնես, հասկացար։ 5 Կարեն էլ չկա, 5 Կարենից բան չի մնացել։ Չէ, Կարեն, չէ, լսի ինձ։ Հիմա նենց դարում ենք ապրում, որ պետք է անխիղճ լինես, որ կարողանաս գոյատևես, հասկացար։ Արշակ, մենք պետք է հանդիպենք, խնդրում եմ, շտապա։
Արշակ, մենք պետք է հանդիպենք, խնդրում եմ։ Շտապա։ Ես էլ հենց քեզ էի ուզում զանգեի։ Հիմա գալիս եմ։ Ես էլ գիտեի արդեն դուրս ես եկել։ Չէ, Մագդա, աշխատանքի չեմ, բայց ես դուրս եմ գալի։ Երեք ինչ-որ բաներ եղել, որ տենց ուշ տուն եկար։ Լսի, կարամ քեզ մի բան խնդրեմ, բայց վստահ լինեմ, որ դու դա կանես։ Հա, ասա։ Կլինի տանից դուրս չգաս մենակ։ Ինչ ա եղել։ Դե պետք է որ ասում եմ։ Հա, բայց չիմանամ ինչ ա եղել, չիմանամ ինչից եմ զգուշանում։ Այն Կարենի համար եմ ասում, Մագդա։ Մենք վստահ չենք, որ ինքը հասկացել է իր սխալը ու չի փորձի քեզ մոտենա։ Բայց մեկը ինչ-որ բան եղել է, չէ։ Օրինակ ինչ։ Արշակ, ես չեմ հավատում, որ Նորոն ու Էդոն ուղակի Կարենին բացատրել ու ճանապարհել են։ Ես փորձում եմ ինձ զսպեմ, հարցեր չտամ, ոչ քեզ, ոչ Էդոին, ոչ Նորոին, բայց ես ամեն ինչ հասկանում եմ ու ամեն ինչ նկատում եմ։ Ես գիտեմ, որ դու երեք Նորոյի զանգից հետո ես դուրս եկել։ Մագդա, Կլինի ինձ էլ ճիշտ ասեք, դուք ինձ լրիվ երախու տեղ եք դրել։ ես ավելացնելու բան չունեմ։ Ես դուրս եմ գալի, ուշադիր կլինես, արևը մի քիչ լավ չէր զգում իրան։ Դպրոց չեմ ուղարկել։ Վայ, պապ ջան։ Բարև, Բալես, ո՞նց ես։ Բարև, լավ դու։ Լավ։ Ինչ լավ որ որպես հյուր մեկ-մեկ գոնե գալիս ես։ Հույս ունեմ, որ մի օր էլ հյուրի կարգավիճակում չեմ լինի այս տանը։ Հայ, մամ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, բաբկեն ջան։ Էլիս պապայի համար սուրճ պատրաստի։ Այ բաբկեն ջան, մերսանցի։ Առավոտը Ալինային ես եմ տարել դպրոց։ Լուրջ։ Հա, մամ ջան, առավոտից բակում էի, սպասեցի երեխուն տարա դպրոց։ Այդ Նորոն ուրա գնում տենց առավոտ շուտ։ Նորոյի աշխատանքը ժամը 10-ին է սկսվում, բայց Նորոյից ով է գլուխ հանում։ Երեք գիշեր ժամը 1000-ին է տուն եկել, այսօր էլ առավոտ շուտ գնացել է։ Այս վերջերս շատ խառն է։ Հա, զգում եմ։ Մամ, դու այդ իմ ասածները արեցիր։ Չէ։ Ու չեմ էլ պատրաստվում անել։ Այսինքն, մամ, ինչի։ Որովհետև ինձ քո պահվածքը դուրս չի գալիս, բաբկեն։ Ես էլ դու էլ շատ լավ գիտենք, որ Արշակը ոչ մի կապ չունի Շուշանի մահվան հետ։ Ինչի ենք փորձում խորացնել եղած կասկածը վերացնելու փոխարեն։ Հա։ Ճիշտ է, ժամանակին ես էլ իմ քայլերով Էլիզի վրա ազդեցություն եմ ունեցել։ Բայց ես հասկացել եմ, որ այդ կասկածը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, բաբկեն։ Մամ, բաբկեն, ես այս երեխեքին աչքիս լույսի պես եմ պահել։ Ոչ մի բան չեմ խնայել։ Ամեն ինչ արել եմ, որ ճիշտ մարդ դառնան, որ խաբեպա ու գող չլինեն։ Հիմա ինչ է ստացվում, որ ես իմ ձեռքերով իմ երեխեքին ստի մեջ եմ գցում, հա։ մամ, ես չեմ հասկանում, դու չես ուզում ազատվես այդ Արշակից էլ իր քրոջից էլ։ Չեմ հասկանում։ Շատ եմ ուզում, բաբկեն։ Երազում եմ այդ օրվա մասին։ Բայց եթե դրա համար նորոս պետքա մարդասման լինի, Էլիզս վերջնականապես իրան կորցնի, չեմ ուզում այդ գնով։ Ավելի լավ է հաշտվեմ այն մտքի հետ, որ Արշակը միշտ լինելու է մեր կյանքում։ Մամ, ես ինչեր ես խոսում, ես չեմ հասկանում։ Ինչեր ես դու առհասարակ խոսում։ Իզուր եմ ես եկել Հայաստան, հա։ Քանի կար ասում էիր, որ Հայաստան ես եկել երեխեքիդ ներումը ստանալու համար։ Հիմա ինչ եղավ։ Հա, այդպես չի։ Այսինքն, եթե Արշակի ու Շուշանի պատմությունը շրջանցենք, նշանակում է դու էլ Հայաստանում անելու բան չունես, հա, բաբկեն։
Փաստորեն չես պատասխանում, հա? Ոչինչ, Մագդա։ Արշակ, դու ինձ ասել էիր, որ ամեն ինչ լավ է լինելու, ասել էիր, որ Կարենի հարցերը նենց կլուծես, որ էլ երբեք ոչ մի խնդիր չի լինի, բայց հիմա խնդիրներն ավելի շատ են։ Փաստորեն զանգել ա քեզ, տեղյակ ես ինչ ա եղել։ Իհարկե տեղյակ եմ։ Արշակին քեզ անգամ կանգ չի առնելու, խնդրում եմ քեզ։ Ասա թող Մագդան ուշադիր լինի։ Թող տնից դուրս չգա, ես ահա որ վախենում եմ։ Լանա, Մագդան իր անելիքը շատ լավ գիտի։ Դու հանգստացի։ Ու եթե այդ Կարենը մի հատ էլ զանգեց, ուղղակի մի պատասխանի։ Խնդրում եմ քեզ, հանգստացի, մի վախեցի։ Ես չեմ վախենում։ Ես սարսափում եմ, Արշակ։ Ու իմ համար չեմ վախենում։ Ես շատ վաղուց թքած ունեմ, թե Կարենը ինչ մեթոդով է ինձ սպանելու։ Ես մենակ իմ երեխու համար եմ անհանգստանում։ Խնդրում եմ, ասա թող ուշադիր լինի Մագդան, դու ուշադիր եղի իրան, ես սարսափում եմ ուղղակի։ Հանգստացի։ Ուղղակի հանգստացի։ Ես թույլ չեմ տա, որ այդ Կարենի ձեռքերը ձեզ հասնեն։ Արշակ, իմ մասին մի անհանգստացի, հա։ Ես աշխարհի երջանիկը կլինեմ, եթե իմանամ, որ երեխեքը հանգիստ են։ Նորոյին ու Մագդային ուշադիր կլինես։ Լանա, ես չեմ կարող քո մասին չմտածել։ Մամ, Բաբկեն, քանի շուտ է փակիր է սպանության թեման, քանի վատ բան չի եղել, ու վրեժ լուծելու ուրիշ տարբերակ մտածիր, մի կործանիր, մի վնասիր, ոչ քեզ, ոչ էլ Նորոյին, ես Էլիզի համար այդքան չեմ անհանգստանում, ինչքան Նորոյիս համար, որովհետև Նորոն տղա է, ու Աստված չանի, որ սկսի ձեր նման մտածել, կսպանի Արշակին, ինչի ես ուզում, որ քո տղան իր երիտասարդ կյանքը կործանի հանուն ոչնչի, հա, Բաբկեն։ մամ, ես ինչ անում եմ հանուն երեխեքի եմ անում։ Հիմա չես օգնելու, հա? Չէ, եթե ես թեման շարունակելու ես, քեզ ոչ մի բանով չեմ օգնելու, Բաբկեն։ Պարզա, իմանանք, որ էլ քեզ ոչ մի բան չասեմ։ Փաստորեն իմ խոսքերը քո մտքերի վրա չազդեցին, հա։ Մամ, արի, այս թեման փոխենք էլի։ Իրոք չեմ ուզում վիճենք։ Բաբկեն, ախր ես քո վատը չեմ ուզում։ Լավ, մամ, վերջ։ Դու ավելի լավ ասա, թե ոնց եղավ, որ մեր տունը ծախեցիք ու այս տունը առաք։ Դե պարտքեր ունենք։ Այն հին տունը թանկ վաճառեցինք ու ծայրամասում նորը ավելի էժան գնեցինք, պարտքերն էլ փակեցինք։ Էլի քո անունով է, մամ։ Հա։ Ինչ ես հարցնում։ Ուղղակի, մամ, չի մանա։ Չէ, ուղղակի զարմացա, որ հետաքրքրվում ես։ Մամ, ես չեմ հասկանում, ես վերջերս ինչ ասում եմ, կասկածում ես, զարմանում ես։ Այդ հին տունը իմ տունն է եղել վերջի վերջո, իմ կյանքի կեսը այդ տանն է անցել։ Չիմանամ ինչ եղավ վերջի այդ տունը։ Դե ասեցի, որ այս տունը իմ անունով է, բայց շատ եմ փոշմանել, որ իմ անունով եմ արել։ Ինչի։ Ինչ իմանամ, ինչքան եմ ապրելու, մեծ կին եմ։ Կուզենայի Նորոյիս անունով անեի։ Այ մամ ջան, քեզ ինչ ա եղել, ջահել կին ես։ Չէ։ Այս խառը ժամանակները մի քիչ անցնեն, Նորոյիս հետ գնալու եմ ու փոխեմ իր անունով, իմ ձեռքով տունս տալու եմ թորնիկիս։ Ինչ ես հանձնում Նորոյին, մամ։ Դու տղա ունես։
Այսինքն բաբկեն։ Այսինքն մամ ես ստեղ եմ ու գնալու միտք էլ չունեմ։ Ու քո միակ ժառանգը ես եմ։ Ճիշտ չի լինի որ տունը տաս ինձ, ես կփոխանցեմ իմ տուն։ Բաբկեն, ես ինչ ես ասում։ Ես ինչ ես խոսում։ Ինչ ես ուզում բաբկեն։ Մամ դու գիտես որ ես իմ երեխեքի աչքին ոչ մեկ եմ։ Գոնե այս տունը իմ անունով լինի, մի փոքր կախում կունենան այդ երեխեքի ինձանից։ Բալես Ալինան 2 ժամից վերջացնում էր, չէ՞։ Հա, Լավ։ Ես գնամ, ես Ալինային կվերցնեմ, որ մի քիչ ուշանանք չանհանգստանանք։ պապ, բայց սուրճդ էլ չխմեցիր։ Ոչինչ, բալես, մյուս գալուց 2 բաժակ կխմեմ։ Լանա, դու իմ համար շատ կարևոր մարդ ես։ Հա, ճիշտ է, մենք հիմա չենք խոսում մեր մասին։ Երկուսս էլ ձևացնում ենք, որ ոչ մի բան չկա։ Ու երևի ճիշտն էլ դա է։ Բայց վատն է նա, որ ոչ մի բան չի փոխվում։ Զգացմունքն էս բան է, որ չի մոռացվում, չի կորում։ Որ տարիքում էլ լինես, մտնում ես սրտիդ մեջ, հոգուդ ու դառնում է քո մի մասը։ Արշակ, Ոչ մի բան մի ասա Լանա։ Ես չեմ կարող քո մասին չմտածել։ Ես չեմ կարող երեխեքի մասին հոգ տանելուց քեզ մի կողմ դնել։ Լսի, այդ անկախ ինձնից է ստացվում։ Առանց որոշելու։ Լավ, արի քեզ տուն տանեմ։ Ալո։ Ես 10 րոպեից ձեր տան մոտի այգում կլինեմ։ Քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Հույս ունեմ համարձակությունդ կհերիքի հանդիպման գաս։ ես քեզ ասել եմ, չէ՞ որ քո հետ քննարկելու ոչ մի բան չունեմ։ Հենց որ ես ոչ միտեղ չեմ գալու։ Լսի, բայց դու ինչ վախկոտ աղջիկ ես, Մագդա։ Ես չգիտեմ, դու տեղյակ ես, որ ես ու Նորոն միասին ենք ապրում։ Քեզ չի հետաքրքրում, թե ոնց ենք կենցաղ կիսում։ Ինչ ես խոսում։ Հա, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Եթե դու այսօր հանդիպման չգաս, ես եմ ձեր տուն գալու, բայց մենք անպայման խոսելու ենք։ Ես ասել եմ, չէ՞ որ չեմ հավատում քո ասածներին։ Իզուր հիմա դու մի փորձի իմ վրա ազդես, որովհետև ես մենակ Նորոին եմ վստահում։ Մագդա, ոնց որ թե սրտխառնոցս անցավ։ Շատ լավ է, արևս, նստի ուրեմն արդեն մի բան կարաս ուտես։ Բայց որ ուտեմ, էլի չի սկսի խառնել։ Չէ, արև մի մտած, ես թեթև բանա, ոչ մի բան էլ չի լինի։ Դե լավ։ Ես հիմա դուռը բացեմ գամ, հա։ Արի գնացի։ Արի գնացի։ Մագդա! Հանգիստ եղի, հեսա հորգուրից մի քանի ժամով տանում եմ ու հետ բերեմ, հա։ Մագդա, պապա ինձ զանգ։ Գնաց տեղից։ Դա քո սենյակը։ Արի դոս։
Հա, բալես։ Պապ չգիտեմ ով էր եկել մեր տուն, բայց Մագդային տարավ։ Ինչ։ Պապ շուտ արի, խնդրում եմ, վախենում եմ։ Արև ջան, բալես, մի հատ հանգստացի մի հատ ու փորձի մի հատ նկարագրես հասկանամ ով է։ Ոնց որ անունը Կարեն էր, Մագդան Կարեն էր ասում։ Ես հենց հիմա գալիս եմ, սպասի ինձ, գալիս եմ, բալես։